Իրանի ներսում իրավիճակը բավականին պայթյունավտանգ է, մենք տեսնում ենք ցուցարարները մինչև անգամ շարժում են դեպի խորհրդարանի շենք, ինչ զարգացումներ կլինեն, Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել, այսպես ասենք, հա, իր աջակցությունը ուղիղ Վաշինգտոնը իր աջակցությունը կտա Թեհրանի այդ ցուցարարներին, մենք տեսնում ենք ցուցարարները պատերի վրայից փողոցների անվաններ փոխում էին, թրամփանուն էին գրում, այս զարգացումները ինչ ընթացք ստանան, այս ամենը կապված է շատերի գնահատմամբ Վենեսուելայի նախագահի աղրևանգումով, կես դեմոկրատիա, կես արևմտյան արժեքներ, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր Բայց ձեր թույլտվությամբ ես կսկսեմ մի երևի թե բարի մաղթանքի խոսքից մեր Հայաստանի մնացորդի բնակչություն ես բոլորին մաղթում եմ իրոք բոլորին մաղթում եմ անհոգ տարի և ազգային թշնամիներից ազատվելու տարի լինի որովհետև մենք տեսել ենք և տարեվերջից և տարեսկզբից, այսինքն 2026-ի սկզբից, որ հակաքրիստոնյա արշավանքներ Երևանում շարունակվում են։ Ճիշտ հասկացեք, դա կոնկրետ վեհապարի դեմ չի շարժումը, որովհետև մենք շատերին ենք ճանաչում, ոչ հայ անուն, ոչ հայկական, հայեցի ազգանուն կրողներից կան, լեփլեցուն էին, չեմ հնչեցնում այդ անունները ու ազգանունները, լեփլեցուն էին, կեղծ եկեղեցականները, ես կասեի թշնամական գործակալները մեր եկեղեցականների շարքերում ճանաչում են, բոլորը ճանաչում են ազգանունները և անունները, չեմ կրկնի, չեմ հնչեցնի, դա վեհապարի դեմ չի ուղղված այդ շարժումը, դա ոչ էլ այնպես ասենք հայ առաքելական եկեղեցու դեմ չի, դա ուկրաինական կեղտոտ փորձ կրկնելու ջանքերն են, այսինքն պառակտել քրիստոնյաներին, բաժանել քրիստոնյաներին, իրար դեմ տրամադրել քրիստոնյաներին, այսինքն դա արշավանքը հայության դեմ է, հայի ազգային ինքնության դեմ է, ու դա շարունակվում է, ու այդ պատճառով ասում եմ, անհոգ տարի լինի, որ մենք դառը պտուղներ չկահենք այդ դաշտից, իսկ այն է, որ կատարվում է մեր շուրջ, բնականաբար և համոզիչ է և միաժամանակ ծանր ապրումների ինչ-որ հոգսեր է մեզ տրամադրում կամ թելադրում ավելի ճիշտ Վենեսուելայի հետ կապված գործը դա միանշանակ գործ չի ես անդրդառնալով այդ հարցին մեկ բան ասեմ առանց ներքին դավաճանության ինչ որ մեր մոտ շարունակում է 2020 թվականից այն էլ վերևներում ոչ մի Նիկոլաս Մադուրայի ձերբակալությունը ճակերտավոր չի կայանար, ոչ մի Ամերիկայի լկտի պահվածքը չլիներ, տեղի չունենար, Վենեսուելայի նախագահին դավաճանել են մերձավորները, փոխնախագահ և պաշտպանության նախարար, ոչ մի հակաօդային կայանք չի գործել ԱՄՆ-ի դեմ, ոչ մի կրակոց չի հնչել վենեսուելցիների կողմից դեպի ամերիկացիներ,
Հասկանում եք ինչա տեղի ունեցել։ Ես չեմ կարող ասել ուրիշների նման, որ դավադրության մեջ խառնված են Մադուրոն եւ իր տիկինը, ես նման հիմքեր չունեմ պնդեմ կամ առաջարկել որպես թեկուզե վարկած կամ աշխատանքային տարբերակ, ասենք հետաքննության կամ ասենք ինչ որ քննարկման, ես չեմ ցանկանում նման խաղերի մեջ մտնել ու ասել, որ Վենեսուելային խոսքի դավաճանեցին իր պետական մակարդակով ամենամոտիկ, ասենք, դաշնակիցները, ինչպիսին են Չինաստանը եւ նույն իսլամական Իրանի Հանրապետությունը, իսկ դուք գիտեք, որ Վենեսուելայի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողը էդի Չինաստանի ժողովրդական հանրապետությունը, դա երևի բոլորը գիտեն, դա Տրամպը չէ իմանում, շատ լավ էլ իմանում է։ Ու մենք չպետք է ուրիշների նման ասել, որ Վենեսուելան դա Իրանի նախաշեմը, ցավը տանեմ, մենք հետ անցյալ տարվա ամռանը իմացանք, որ Իրանի դեմ կշարունակեն քայքայիչ գործողություններ, նամանավանդ, որ Իրանի կրկնենք ընդգծված օրինականորեն, սահմանադրորեն ընտրված նախագահ արիտ է տալիս, որ սկսվեն ինչ-որ բողոքի ցույցեր կամ ինչ-որ խժդժություններ, խռովություններ եւ այլը։ Բայց Վենեսուելայի հարցը դրանով է հետաքրքիր, որ ինչպես դա մեկնաբանում են Չինաստանում, իմացեք, Չինաստանի մեկնաբանությունները իմացեք, որ դրանով Տրամպը մեր ձեռքերը ազատ է արձակել, մենք նույն օպերացիա կարող ենք կատարել Տայվան կղզու ողջ ղեկավարության հանդեպ։ Լավ եք լսել ինչ են ասել Չինաստանից։ Չէ՞։ Ախր դրա մասին արդեն Մեդվեդևի մակարդակով տարբեր ենթադրություններ հնչեցրել են Մոսկվայից։ Վա, Տրամփ, դու չես մտածում, որ մենք ստանում ենք կանաչ լույս, որ վաղը չեմիսորը նման կարգի օպերացիա կատարվի Կիևում ոմն հրեա Զելենսկու նկատմամբ։ Ինչպես տեսնում եք, դա երկուստեք խնդիր է առաջացել աշխարհով մեկ։ Բայց բնականաբար Վենեսուելան դա Չինաստանին անուղակի հարված հասցնելն է նշանակում։ Որովհետև վենեսուելական, ասենք, նավթու եւ ուրիշ, ասենք, տենց ապրանքներ, մնա հիմնական առնողը, այսպես ասած, դա Չինաստանն է։ Այ երեք չարաչորը տեղի ունեցած երկու նավթային տանկերի գրավումը Ռուսաստանի դրոշի տակ դա եւս դրա հետ է կապված, որտեղ այդ տանկերներով նավթը Վենեսուելայից պետք է տեղափոխվեր Չինաստան, ոչ թե Ռուսաստան։ Ռուսաստանը կարիք չունի նավթի Վենեսուելայից։ Ուր են գնում այդ նավթի տանկերները, հարվածը հասցված է այդ երկրներին եւ բնականաբար դա Չինաստանն է։ Դե բնականաբար մենք բացի դրանից, որ ուրիշ տարբեր պետություններ, այդ թվում նույն Լատինական Ամերիկայի պետությունների նախագահները արդեն ասացին, որ այսինքն հնչեցրեցին, որ դա
մտահոգիչ է։ Այսինքն վաղը չեմիսորը դա կարող է որպես հարված, արդեն խոսում են, որ երկրորդը կարող է լինի Կոլումբիա երկիրը, Մեքսիկա, իսկ Վաշինգտոնում նույնիսկ խոսում են Գրենլանդիա, Կանադա եւ այլն։ Ու խոսացվում է, որ դա հնագույն եւ հնացած Մոնրոյի դոկտրինայի անդրադարձը։ Ես չեմ ուզում հիմա Մոնրոյի դոկտրինայի ձեզ պատմեմ, ժամանակ խլեմ, ուզում եք, բացեք, կարդացեք Մոնրոյի դոկտրինան ինչ է նշանակում։ Կարճ ասած, այդ դոկտրինայի կորիզը այն է, որ այդ արևմտյան կիսագնդում միայն ԱՄՆ-ի շահերը պիտի իշխեն։ Բոլոր երկրներում։ Բայց միաժամանակ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն պրակտիկորեն վաղ թե ուշ կհեռանա օրինակ Եվրոպայից, օրինակ Անդրկովկասից, օրինակ Եվրասիայից եւ այլն։ Որովհետեւ ուժերը չեն պատում ամբողջ երկրագունդը հսկայության տակ պահել։ Դա սուտ է, որ ամերիկացիք ինչ որ ասում են ամեն ինչ, ամեն մի տեղ, ամենուր կարան հասցնեն։ Ներեցեք այդ նշանի համար։ Ու պետք չէ իլուր ընդունել տարբեր կարգի սպառնալիքները, որոնք հնչում են հենց հիմա, այսինքն անցած տարեվերջից սկսվել է նորից հնչել Իրանի հասցեին։ Ինչ է տեղի ունեցել Իրանում։ Ես օգտագործում եմ իրանական աղբյուրները, որպեսզի դուք չմտածեք, որ ես հորինում եմ, իմ ցանկություններ եմ ձեզ ներկայացնում։ Իրականության փոխարեն ասենք լուսաբանելու կամ վերլուծելու։ Առաջինը առանց ազգանունների եւ պաշտոնների ներկայացնելը Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է դե որ չեք հանգստանում տականքներ սկսում ենք ձերբակալությունների հատուկ շարք բոլորը բացահայտված են այդ գումարած դրա հետ որ սկզբից հունվարի սկզբից ձերբակալվել են մոտ 10 հոգանոց մի սիոնիստների արևմուտքի վարձակալներ, ասենք ինչ որ վարձու գործակալներ որոնք բնականաբար օգտագործում են ընդհանուր դժգոհությունը այդ օրինականորեն ընտրված Իրանի նախագահի նախաձեռնության, այսինքն արժույթի, ազգային արժույթի կուրսի փոփոխություններ ուզում են մտցնել։ Ինչի արդյունքում շատ ու շատերի օրվա, ամսվա եկամուտները կպակասեն։ Դա բնական երևույթ է։ Դա կոչվում է դեվալվացիա, արժեզրկում։ Եթե դա վերաբերում է ազգային արժույթին, բնականաբար որ գոնե սկզբնական շրջանում կլինեն անխուսափելի վնասներ, տնտեսական։ Դա բնական է։ Ու բնական է, որ ամենախոցելի զանգվածը կլինեն ովքեր։
մանր արևտրի ներկայացուցիչները։ Մանր։ Խոշորները չեն, մեծ վնասները չեն լինելու։ Ահա թե ինչու որոշվել է, որ հիմնական բողոքների դուրս գալացող եղել են, այդպես ասած, շուկաների, բազարների աշխատողները։ Բայց շատ ու շատ դեպքերում ձևանալով յանի թե նրանք հենց այդ բնակչության այդ խավը ներկայացնում, այնտեղ որոշակի զանգվածներ արդեն պատրաստի եկած զենքերով, չեք պատկերացնում ինչ քանակությամբ անօրինական զենք կրողներին հիմա ոչնչացրել են կամ ձերբակալել են, չեք պատկերացնում։ Ինչքան ոգևորվել է Իսրայելը դրանից։ Չնայած մեր մեջ ասած Նետանյախուն նամակ է ղղել Իրան, որ չէ, ընդ որում փոխանցել է այդ ուղերձը կամ նամակը Պուտինի միջոցով, այսինքն Ռուսաստանի միջոցով։ Ինչ է ասել Նետանյախուն։ Այսինքն այսօրվա օրով երևի թե գլխավոր աշխարհի ֆաշիստներից մեկը։ Քանի որ բացահայտ նույնիսկ Արևմտյան Եվրոպայում մեղադրվում է, որ պաղեստինյան արաբների դեմ ցեղասպանություն է կատարում։ Էսա Իրանի իսկ աղբյուրներն դա պնդում, որ Նետանյախուն խնդրել է հենց Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որպեսզի Պուտինը փոխանցի Իրանի բարձրաստիճան ամենաբարձրագույն վերևներին, որ նա չի ձգտում լարվածության, այդպես ասած, էսկալացիային, նա չի ուզում ռազմական կոնֆրոնտացիա, առճակատում Իրանի հետ, խնդրում եմ, հանգստացրեք Իրանին, ես Նետանյախու չէ։ Բայց շատ կներեք ինձ, այդ գործակալական ցանցերը բնաջնջել են, ոչնչացրել են հունիսից սկսած Մոսադի, Իսրայելի հատուկ ցարայությանը։ Ու հետո այնտեղ Զելեմներում, նույն Իսրայելում ուրախության եսիմինչեր է կազմակերպում։ Ես, դուք, Չինաստանը, Ռուսաստանը, Եվրոպան, չէ, Իսրայելն է։ Ու որոշակի շրջանակներ Անկարայում եւ Բաքվում։ Լավ եք լսում ինչ եմ ասում։ Այնքան հաճախացել են թուրքերի մեկնաբանությունները, վերլուծականները, բա տեսեք, այդ ամբոստ Իրանի շրջաների կարտեզը կա, բա Իրանի թուրքերը կամ քրդերը ինչ են սպասում, ինչու չեն միանում։ Այսինքն կրակին ով է յուղալեցնում։ Երևումը չէ ով։ Իսրայել, դե ԱՄՆ դա բնականաբար անվիճել է առաջի տեղը, այսինքն Տրամպը։ Ամերիկայում կա մի հատ տնտեսագետ, պրոֆեսոր եւ այլ, էլի գիտնական, Ջոն Միրշայմերը, որը ասել է, ախրամ խեք մոռանում, որ Տրամպը լարիվ սիոնիստական վերահսկողության տակ է։ Դա ասել է ամերիկացի, դա Սերգեյ Շաքարյանց չի ասում։ Ջոն Միրշայմեր, ինտերնետով գնացեք, ման եկեք ու կգտնեք իր խոսքերը, որ պարոն Դոնալդ Տրամպը դա սիոնիստական լրտեսը գործակալը Վաշինգտոնում։ Դե դրանից ամեն ինչ էլ բխում է, ցավոտ տանում։ Ուզում եք դա Վենեսուելա լինի, ուզում եք դա եսիմ ինչ լինի, ուզում եք դա Անդրկովկաս լինի, Տրամպի տրիպը լինի։ Արդեն ոչ ոք չի թաքցնում, որ դա
այդպես կոչված թուրքի չամպա կամ Զանգեզուրի միջանցքի ուղղակի ամերիկյան անվանում է Տրամպի տրիպը։ Դա ամեն ինչ սիոնիստական շրջանակների ցանկություններն են արտացոլվում տվյալ ամերիկյան նախաձեռնություններում։ Բայց Իրանը ներքին գործերից զատ, այսինքն ներքին գործերի նախարարության հայտարարության հետ միաժամանակ դատական իշխանության վերին խավը, Իրանի դատական իշխանության վերին խավը զգուշացրել է 2 օր առաջ, որ Ամերիկան եւ Իսրայելը բացահայտ աջակցում են անկայունությանը Իրանում եւ այն մարդկանց հետ, որոնք կանցնեն բացահայտ խորովությունների փողոցներում, քաղաքներում եւ գյուղերում, դատական իշխանությունը Իրանի կկազմակերպի իրականացնի հաշվեհարդար ամենակոշտ ձևի եւ որևէ մի այդպես ասած մեղմացուցիչ ինչ-որ հանգամանքները անց հաշվի առնելու։ Ով որ զենք է վերցրել ձերը, ինչպես ասել է նաև Իրանի գերագույն եւ հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, մենք կառանձնացնենք այն մարդկանց, որոնք զուտ տնտեսական բողոքներ ունեն այդ բարեփոխումից փեզաշքանի, առանձնացնենք այդ մարդկանց, որոնց հետ արդեն աշխատանք է տարվում բացատրական, այն մասսայից, որը օգտագործելիս ընդհանուր աղմուկը եւ անկայունությունը փորձում է իրականացնել հակակրոնական, հակապետական եւ այլ կոչերը։ Դա ներքին գործերի նախարարությունը եւ դատական իշխանություն, բայց դա վերջ չի։ Եկեք համաձայնվենք, որ իրականում բացի Խամենեի Այաթոլլայի մերձավորներից, ասենք հոգևոր եւ այլ ոլորտներից, կա նաեւ իսլամական հեղափոխության կորպուսը իր հրամանատարության հետ, կա նաեւ Իրանի բանակը իր հրամանատարության հետ եւ օրինակ զինված ուժերի ղեկավարությունը բարձրաստիճան հրամանատարությունը զգուշացնում է, որ բոլորովին արդեն ամենաբարձրագույն պատրաստականության են բերված ողջ զինված ուժերը։ Կորպուսի կողմից նախազգուշացում, որ եւ կորպուսի եւ բանակի անպակաս 400 ստորաբաժանումներ պատրաստ են ցանկացած տշնամու դեմ սկսել գործել ամբողջ տարածաշրջանում, գուցեև ամբողջ աշխարհում։ Այդ հայտարարությունը պատկանում է բրիգադային գեներալ Մորթեզա Գորբանիին։ Նա ասաց, այսինքն մեր ստորաբաժանումները բոլորովին պատրաստ են, եթե կայանա ինչ որ մի տվյալ դեպքում ագրեսիա, լինի դա Իսրայելի կողմից, լինի դա ԱՄՆ-ի կողմից, ապա Իսրայելը կբնաջնջվի
երկրագնդի երեսից, իսկ ԱՄՆ-ի ռազմական բազաները կզգան, թե ինչ է նշանակում իրական հարվածներ, ինքը տենց ասում, մեր իմացած ամերիկյան կենտրոնները Իրանի շուրջ։ Ու իրանական ԶԼՄ-ները տպագրեցին մի կարթեզ, որտեղ նշված են նաև ամերիկյան ռազմաբազա Թուրքիայում, մեր իշխանավորչիկների սիրած Թուրքիայում, վերջերս մի հատ ջհուդիկ կա, Ռուբիկ Ռուբինյանը, շատ է ուրախանում Թուրքիայից, Սաբանջի համասարանի ավարտ, սատկես դու քո մոր հետ միասին, վերկալու միասա։ Գնաս քո մոր մոտ, անվերադարձ։ Ամեն դեպքում, հիմա մենք չենք կարող դե որ մարդը գնում աշխատում է թշնամու համար, ես իրավունք ունեմ իրան ասել, թող քեզի, այդպես ասած, պատվավոր մահ է սպաս։ Կարելի է, չի կարելի, մարդը չի պետք է աշխատի թուրքերի համար, եթե նա իր հայ է համարում։ Այսինքն, այդ ինջիրլիկ կոչված բազա Եվս կարթեզում կա, այսինքն ամենահավանական թիրախների շարքումը։ Ով որ Երևանում շարունակում է սիրել ու մտածել թուրքերի մասին, սպասել թուրքերին, դուք ձեր մասին մտածեք։ Իրանի ղեկավար շրջանակները, ինչպես ես հասկանում եմ, շատ լավ գիտեն, որ դուք ստախոս եք, շատ լավ գիտում եք, և որ դուք կոնկրետ Իրանին եք ստում, որ դուք կոնկրետ Իրանի տշնամիների հետ եք, որ դուք ես ինչ խանդավառությամբ, ինչ ուրախությամբ սպասում եք ամերիկացիները Իրանին կհարվածեն, գիտեն, շատ լավ գիտեն։ Ու գիտեն, որ Երևանում նստած հեկավառություն կոչվածը ճակերտավոր, դա տշնամական շրջանակներ են, նույն տշնամիներ են, ինչպիսին են, որ խոսք է սիոնիստներ, ամերիկացիներ, թուրքեր, դուք Իրանի տշնամիների շարքում եք արդեն դիտարկվում։ Եթե նկատել եք տարեվերջին ու տարեսկզբին Այաթոլլահ Խամենեիի գլխավոր խորհրդականը միջազգային հարցերով Փարոն Վելայեթին եւս մի անգամ կրկնել է, որ ձեր սիրած Տրամպի տրիպը դա Զանգեզուրյան միջանցք է, ու դա շատ բան է նշանակում։ Ահա որ շատ բան է նշանակում։ Մի նայեք, որ Իրանը շարունակում է մեծագույն ինչ-որ մի ասենք դիվանագիտական խաղեր, ասենք, կամ հարաբերություններ պահպանել և Թուրքիայի և Բաքվի հետ։ Էդի ձեզ համար շատ չին, աննշան մխտարանք է։ Դրանով չեք մի խտարվի։ Ինքնահանգստության համար եք էդի որպես մի խիտարանք ընդունում։ Իրանը կարող է իրան թույլ տա նույնիսկ տշնամու հետ հարաբերություններ դիվանագիտական չամփով կամ դաշտում փորձել, ասենք, լուծելու։ Իրանը դա կարող անի, դուք չեք կարող։ Որովհետև կրկնեմ, մի անգամ այս տաղավարից ասել եմ, դուք սկզբից կազմական քանդ եք արել մեր զինված ուժերը, հիմա փորձում եք կազմական դանել մեր եկեղեցին։ Այսինքն ուժային և հոգևոր ոլորտում դուք ձեր ձեռքերով
Հայաստանից եւ Հայաստանից սարքել եք ջիժին փալաս ձեր նպատակը ազգը սարքել փալաս ուրիշների համար ուրիշների կեղտոտ ոտքերի համար փալաս ահա այդ պատճառով որ դուք ի վիճակի չեք թե չէ ով որ կաշխատեր 7.5 տարի ազգային համախմբան համար մենք այդ վիճակում չենք հայտնվի ինչ որ հիմա գտնվում ենք հայությունը կմիացնի այն ազգապահպան մեխանիզմները որը կա ցանկացած ազգի մեջ կա եւ մեր ազգի մեջ կա հայությունը կմիացնի պետականություն ասենք պահպանող մեխանիզմները որոնք կան դերևս կան դա էլ պիտի ավելացնենք դերևս կան բայց մենք ուղղակի չենք տեսնում որ իրականում կա ցանկություն վերևներից այսօրվա վերևներից անցնել գործնական քայլերին որպեսզի սկսվի ազգապահպան պետականապահպան աշխատանք Երևանում այդ չենք տեսնում իմանալով որ աշխարհը ոչ թե Անդրկովկասը կամ Հայաստանը տուրբուլենտության եւս մի քայքայիչ ալիքը վերապրում փոխանակ կենտրոնաձիգ լինել հենց ազգապահպան մեխանիզմների կատարելագործմանը շարունակում են թուլացնել ոչ միայն մեր կրոնական ակունքները եւս եմ կրկնում դա զուտ հայ առաքելական եկեղեցի չէ հայոց սփյուռքի հետ կապեր թուլացնելն էլ է դրա մեջ մտնում ախր ու մենք տեսնելիս նման իրավիճակ շատ կներեք ոչ մի ոգեշնչող ասենք մի փոքրիկ նշույլ չենք նկատում որ կա Տենչը գոնե ցանկությունը հասնել հայի պահպանմանը որպես ինքնավար գոնե ոչ թե լրիվ ինքնուրույն այս աշխարհում ոչ մի պետություն չկա ես մի բան ասեմ դուք կզարմանաք դուք գիտեք եւ Իրանի դեմ գործերը եւ նույն Վենեսուելայի դեմ գործերը մտնում են մի ուրիշ ամերիկյան դոկտրինայի մեջ ամերիկյան դոկտրինա կոչվում է տվյալ դոկտրինան կամ ասենք ինչ որ մի քաղաքական կուրսը կամ նախագիծը լատինատար C-O-R-E Core 5 Core 5 այդ ծրագիրը գոյություն ունի պարզվում է ու այդ ծրագիրը պրակտիկորեն նախատեսնում է որ Ամերիկան Միացյալ Նահանգները այսինքն կարող է հաշվի նստի եւս 4 պետության հետ որոնք այդ ծրագրի հեղինակները ասեմ թե
նախաձեռնող խումբ ասեմ, մի խոսքով նրանք հիմա գործում են Վաշինգտոնում, այդ Core 5-ի հեղինակները, այն երևի հեղինակները ավելի ճիշտ է, որպես արտահայտություն։ Ըստ այս տեսությանը, որպեսզի երկար ու բարակ չպատմեմ, էլի ժամանակը ուշադրությունը չխլեմ ձեր։ Կայանում է դրանում, որ որոշակի չափանիշներով հայտարարվում են, որ ԱՄՆ-ն կարող է եւ չէ, բայց կարող է հաշվի նստի միայն 4 պետությունների շահերի հետ։ Առաջինը դա Չինաստանը, երևի հասկանում եք ինչու, չէ՞։ Ինձ թվում է հասկանում եք։ Բնականաբար, ստեղ տնտեսական չափանիշները էլի, ասենք ցուցանիշներն էլ գոյություն ունեն ու նշանակությունը բարձր է, որ անընդհատ աճող տնտեսական տեմպեր ունի Չինաստանը, ուժեղանում է տարի առ տարի։ Երկրորդը Հնդկաստանը, էլի հասկանում եք, չէ՞ ինչու։ Որովհետև նույնպիսի աճող, անընդհատ աճող տնտեսություն ունի Հնդկաստանը եւ այլ թանկարժեք քարերի, մետաղների ռեսուրսներ ունի, պաշարներ ունի Հնդկաստանը, բայց նաև հետաքրքիր է, չէ՞։ Բնակչություն ունի, 1 միլիարդից ավել, եթե չեմ սխալվում, արդեն ասում են, որ երկուսն էլ արդեն 1.5 միլիարդից ավել բնակչություն ունեցող պետություններն են Չինաստանը ու Հնդկաստանը, եւ անընդհատ աճում է իրենց տնտեսությունը։ Դուք կզարմանաք, բայց պարզվում է սպառողական վճարունակության չափանիշով 4-րդ տնտեսությունը մի աշխարհով մեկ, դա Ռուսաստանն է։ Դες կերակրել են ստերով, որ Ռուսաստանը հետամնաց երկիր է, չէ։ Եվս մի չափանիշ կա տնտեսական, որով Ռուսաստանը մաքուր 4-րդ տեղը աշխարհում է գրավում։ Եվ 100 միլիոնից ավել բնակչություն է ունենում։ Օրինակ այդ 5-յակի մեջ չեն մտնում ոչ Ֆրանսիա, ոչ Գերմանիա, ոչ Բրիտանիա, ոչ Զիբիլանիա, չկան։ Հիմա երևի թե կցանկանաք իմանալ 5-րդ պետությունը ով է, պատկերացրուք, դուք երևի չեք զարմանա, դա Ճապոնիան է։ Եվ այսպես, ինչու, որովհետև եթե հիմա Ճապոնիա չունի տնտեսական աճի կայուն ինչ-որ տոկոս, բայց Ճապոնիայում 100 միլիոնից ավել բնակչություն կա, գոնե այդ չափանիշով նա այդ 5-յակի մեջ մտնում է, բայց այդ նախագծի համաձայն ուրեմն ԱՄՆ-ն կարող է որ հաշվի նստի իմ թվարկած ուրեմն 4 պետությունների հետ, մնացածների շահերը հաշվի չեն առնելու ամերիկացիք։ Այդ պատճառով Վենեսուելան է կայանում, այդ պատճառով Իրանի հետ կապված գործեր են կայանում, ինչու Իրանի հետ որոշել են եւս մի անգամ փորձ ասենք անել, որովհետև վախեցել են։ Իրանի բնակչության թիվը արդեն հասնում է 95 միլիոնի։ Վաղը չէ մյուս օրը 100-ը անցնելու։ Բնակչության բնական աճի ասենք տեմպերը հաշվի առնելիս։ Դրա համար է շտապում Իրանին ասենք վնաս տալ։ Թուրքիայում չկա տենց ասենք միտում, որ Թուրքիա շտապույտ դառնա 100 միլիոնից ավել բնակչություն ունեցող երկիրը։
Տեսեք, դա բնականաբար վարկածներից մեկը, բայց ինձ թվում է բավական կայուն վարկածը, հիմք ունեցող վարկածը։ Եվ ըստ այդ վարկածի, համենայն դեպս Ռուսաստան, ասենք, հայտնի ռազմական հարցերով փորձագետ Արտամոնովը, որպես ենթադրություն առաջարկել է, որ եվրոատլանտիզմից հրաժարվելով գոնե մասամբ հետագա զարգացումներում ԱՄՆ-ն ուզում է շեշտ դնի, այդպես ասած, Ասիա խաղաղօվկիանոսյան գաղափարախոսության, ասեմ, թե քաղաքական կուրսի, մի խոսքով, ԱՄՆ-ն ցանկանում է վերակողմնորոշվել եվրոատլանտիզմից, այսինքն Եվրամիության, եվրոպական երկրների եւ այլը դեպի բնականաբար Իսրայելը մնում է որպես վերահսկիչ ԱՄՆ-ի կամ հրամայող կամ կարգադրիչ, դուք ընտրեք, որ տերմինը ուզում եք օգտագործեք։ Իսրայելը մնում է որպես վերահսկիչ, համենայն դեպս հրեական բանկերների միջոցով, թե սիոնիստամետ շրջանակների միջոցով, որոնք լեփլեցուն են Վաշինգտոնում ու Սպիտակ տան մեջ։ Ջարեդ Կոշները բավական է ձեզ անունը տալ, որ դուք ջոկեք ում մասին է խոսք։ Այդ Ջարեդ Կոշները դա Տրամպի փեսանա։ Ու ինչ որ Ջարեդ Կոշների հետ ինչքան այնտեղ շարքեր արդեն կան, շարված են ու հրամաններ են կատարում։ Եվ միաժամանակ կողմնորոշում գնումը, թեքումը, ասենք, գնումը փոխվում Եվրոպայից Եվրասիայի հարավային եւ հեռավոր արևելքի մասին, այսինքն Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան։ ԱՄՆ-ն այս տվյալ փուլում փորձ կանի բարելավել կամ չեզոքացնել սուր անկյունները իրենց հարաբերություններում այդ 4 նշված պետությունների հետ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Ճապոնիա, Ճապոնիա ԱՄՆ-ն եւս կան չլուծված հարցեր, դες մի նայեք։ Բավական է դες նշել, հիշեցնել, որ Օկինավա կղզին շարունակում է զավտած մնալ ամերիկացիների կողմից։ Դա զավտում է, օկուպացիա։ Ու հարցեր կան։ Ահա թե ինչ է կատարվում աշխարհում։ Եվ բնականաբար, որ դա չի կարող անդրադարձ չլինի, չունենա Անդրկովկասի եւ բնականաբար մեր հանրապետության մնացորդի համար։ Անդրադարձ անպայման է լինում, որովհետեւ եթե դու դուրս ես գալիս ինչ որ մի դոկտրինայի շրջանակից, ապա այն որ ասում շղթայաբար դա պիտի հասնի ամենավերջի կետին։ Եվրոպայում լինի, Անդրկովկասում լինի, Կենտրոնական Ասիայում լինի, որովհետև դե ԱՄՆ-ն չի հասցնում, հա, դուք էլ տեսել եք, գիտեք, որ նա ձգտում է կամ ձգտել էր Թուրքիային նվիրաբերել Անդրկովկասը, բայց դրա հետ համաձայն չեն որոշակի շրջանակները։ Որ աշխարհը միայն Ամերիկա չի,
Ո աշխարհը հո միայն թուրքեր չէին։ Տեսեք, այդ քոր 5-ի մեջ չեն մտնում, էլ եմ կրկնում, ոչ Ֆրանսիա, ոչ Գերմանիա, ոչ մի եվրոպական պետություն, նամանավանդ Մեծ Բրիտանիա չեն մտնում։ Ու արդեն արևմտյան իսկ փորձագետները, օրինակ իմ նշված Ջոն Մերշայմերը, տնտեսագետ Ամերիկայից, կամ Սկոտ Ռասսելը, դա ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական ուրեմն վարչության նախկինում, բայց հետո ինչ, ասացված կա, որ նախկինները այդ ոլորտում չեն լինում, կամ բանակի գնդապետ, Պահեստազորի գնդապետ Ջոն Մակգրեգորը, մի խոսքով, մի շարք ամերիկյան իսկ փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ն, հենց ԱՄՆ-ն փորձում է կազմաքանդանել Եվրամիությունը, բայց հետևից կգնան ՆԱՏՕ որպես կազմակերպություն, կարդում եք այսօրվա լուրերը, գրված է, что, ասենք, Դոնալդ Թրամփը ստորագրել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպությունների շարքերից։ Հասկանում եք։ Ու վաղը չէ մյուս օրը դա էլ չի բացառված, որ նույն ՆԱՏՕ-ից դուրս կգա ԱՄՆ-ն։ Պատկերացնում եք։ Չեք պատկերացնում, լավ։ Այդ դեպքում ես ձեզ հիշեցնեմ, որ եւ այս տաղավարից եւ ուրիշ տաղավարներից եւ հոդվածներում բազում անգամ նշել են, որ ախրամ 2000-ական տարիների սկզբից եղել էր գաղտնի զեկուցագիր, որը բնականաբար ինձ թվում է միտումնավոր, այդպես ասած, տեղեկատվության արտահոսք են կազմակերպել, որ լսեք, դերևս 2005-2007 թվականներին ԱՄՆ-ում այդ գաղտնի զեկուցագրով, որը ուղարկվել է բնականաբար եւ կոնգրեսը, եւ Սպիտակ տունը, եւ այլը, եւ ամերիկյան հետախուզական կազմակերպություններին, որ մինչև 2030 կարծեմ թիվ, եթե չէ, 30 գծիկ 50 թվականները եւ Եվրամիությունը կանհետանա եւ ՆԱՏՕ-ն։ Ես դժվարանում եմ ձեզ զուտ իմ անձնական նույնիսկ գնահատական տալ, բայց ես մտածում եմ, որ դա իզուր տեղը չէ, որ լրատվական տեղեկատվական արտահոսք են կազմակերպել 2000-ականների սկզբում, բայց երևի քչերն են էլի հավատացել են ժամանակ, ուղղակի ես կոչ չեմ անում հավատացեք գոնե հիմա, ես ասում եմ, պրակտիկորեն գնահատեք այդ քայլերը, ոչ թե, տեսեք ինչ հզոր են ԱՄՆ-ն Մադուրոյին տարել են, մի րոպե, դա առաջին նախագահ, որ տարվել է ԱՄՆ, չէ, առաջինը եղել է Ոման Պանամայի նախագահ Մանուել Նորիեգա, հիշեցնում եմ, այնա նստած է բանտում, առ այսօր նստած է բանտում ամերիկյան, եւ որպես ավարտ մենք մի հատ էլ խոսք ավելացնենք, որ զարմացած եմ միայն անդրկովկասյան տզուկների պահվածքից իրենց շարունակական հույսից, որ այս ԱՄՆ-ն կգա սահին հրամայի եւ մեր ուզածը կստացվի։ Մենք էլ շարունակ ենք շատ հարուստ կուշտ ապրել։ Տզոկներ, այ Կովկասի տատարներ եւ Երևանյան եւ Բաքվի, իմացեք, ԱՄՆ-ն ստեղից պիտի հեռանա,
Դա ես եմ պնդում։ Ոչ միայն ես, իմիջայլոց։